Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, կարճ ավտոլայվ եմ ուզում անել այսօրվա հերթական քաղաքական ձերբակալության կապակցությամբ։ Իրավապաշտպանական վիճակը մեր երկրում որևէ կերպ չի բարելավում, ամենօրյա ռեժիմով մենք տեսնում ենք քաղաքական ուղղվածության հետապնդումների նոր չափաբաժիններ, արդեն պայմանավորված բուն ընտրություններով, հակակոռուպցիոն կոմիտեն կարծեք թե դարձել է իշխող քաղաքական ուժի շտաբներից մեկը եւ ինչ որ ձայնագրություններ է, գաղտնալություններ է հրապարակում, այնպիսի տպավորություն է, որ չեն էլ թաքցնում, որ կոնկրետ ընդդիմադիր ուժերից առնվազն մեկը ուժեղ Հայաստանը ամբողջությամբ գաղտնալսվում է ոտից գլուխ, բնականաբար եվրոպական միջոցներով, այսինքն կարելի է ասել դա դրա համար վճարում են նաև եվրոպական հարկատուները եւ ինչ որ անհասկանալի ձայնագրություններ, անհասկանալի բաներ եւ անընդհատ շեշտադրում են, որ դա հենց ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներն են, դրանով իսկ արդեն կարելի է հստակ ասել միտում դրսևորելով, որ նրանք փաստացի աջակցում են իշխող ուժին։ Բայց այս հիմնական տենդենսից զատ նաև մենք տեսնում ենք այլ հետապնդումներ եւ ես դրանցից այլ հետապնդումների դրսևորումներից մեկի մասին եմ ուզում խոսեմ, ոչ միայն ուզում եմ խոսեմ, այլև ընտանիքի անդամներին եմ նաև դիմում, որվա ընթացքում իհարկե տեղեկացել եմ, բայց գլուխս շատ խառն էր, հիմա մի փոքր ավելի ազատ եմ, խնդրում եմ նախ հանրությանը տեղեկացրեք գործի ընթացքի մասին, երկրորդ ես էլ պատրաստ եմ ուժերից ներածին չափով օժանդակել։ Ուրեմն ինչ է տեղի ունեցել։ Մի բլոգեր կա, որի մասին ես անկեղծ ասած չգիտեի, քաղաքական, ոնց որ թե նաև ուղղվածության հականիկոլական Արտակ կարծեմ Ավետիսյան, դա իր անազգանունը, եւ այս մարդը տարբեր ոնց որ թե հարթակներում իր գործունեությունն է ծավալում ոնց որ թե հիմնականում քննադատական բնույթի Նիկոլ Փաշինյանի եւ այս հակահայ, հակաիրավական ռեժիմի առհասարակ հանդեպ։ Այսօր մենք էլ տեսնում ենք, որ տենց բավական բացարձակ ոչ մի բանով չպայմանավորված ընդգծված ցուցադրական ուժի դրսևորմամբ նրան ձերբակալում են, տանում են, տարիքով մայրն էր երևում կադրում, հղի կինը եւ տենց ուզում եմ հասկանալ ինչ է կատարում, որտեղ ոչ այդ մարդուն է ճանաչում, ոչ է։ Հետո փորփրեցի պարզվեց այսօր առավոտյան մի տեսագրություն է այսպես հրապարակել, որտեղ որ բավական այսպես հանդուգն, որ ասում են բառից բուն իմաստով, այսինքն թե ոչ մի ապոլիտի բան չկար, մի բառ կար ընդամենը, որ հետ էլ հաստատ թեմա չի։ Այս իշխող ուժին ասում է, դե եկեք մի հատ էլ Շենգավիթում ձեր քարոզարշավը արեք, չգիտեմ, սենց ինչ-որ բաներ է ասում։ Ու ընթացքում քննադատում է այն բոլոր բաների համար, որոնք որ շատ բնական քննադատելի բաներ են մեր երկրի բնակչության բավական ստվար հատվածը դրանց համար այս մարդկանց քննադատում է եւ մի բառ է օգտագործում, որը այդ հայտնի սա բառն է։ Вообще բան չկար, էլի կրիմինալ չկար։ Եվ կայծակնային արագությամբ, ոնց որ թե 2-3 ժամ ոչ ավել հետո կարող է մի փոքր սխալվել, դաժե զապասով եմ փորձում ասել, գալիս են սենց ձերբակալում տանում։ Հիմա որ մենք ասում ենք, մեզ ճաղում ենք, ասում ենք այս վեդի դեպքերի մասին եմ ստիպված նորից խոսել, որ ճաղում ենք, ասում ենք, որ սենց բաները, հանցագործությունները սենց ծաղկունք են ապրում, որովհետև ոստիկանությունը, իրավապահ համակարգը առհասարակ, հակակոռուպցիոն կոմիտե, քննչական կոմիտե եւ այլն մյուս իրավապահ մարմինները ամբողջությամբ լծված են քաղաքական պատվերների կատարմանը, ժամանակ չեն ունենում։ Չեմ ասում վատ մարդիկ են, չեմ ասում ինչ որ
միշտ դիտավորություն են դրսևորում, չէ, կարծում եմ, որ ոչ միշտ են դիտավորություն դրսևորում։ Այս մարդիկ ժամանակ ուղղակի չունեն, պատվերները այնքան շատ են քաղաքական, չեն կարողանում իրենց բուն գործերով զբաղվել։ Այս է դրա վառ դրսևորումն է։ Ասենք պետոֆիլների պարագայում տեսեք քանի ինչքան ժամանակ տևեց, ամիսներ տևեց, ազատության մեջ էին, ինչ ասես տեղի չունեցավ, մինչև Սյուզի Բադոյան եւ այլն միացան, հանրային հնչեղություն ստացավ, այս արեցին, արեց նոր հերթերը գլուխները հավաքեցին, տեղներից շարժվեցին։ Իսկ այս դեպքում ընդամենը որ մեջը բան չկա, ընդամենը հրապարակային քաղաքական բնույթի խոսք է ասում, այս լարված ընտրական process-ի պայմաններում ոչ տենց ինչ որ սպառնալիք է արկա, ոչ ինչ որ խուլիգանություն է արկա, ոչ մի բան։ Ոչ մի բան։ Մարդը բավական հանդուգ են խոսք է ասում։ Մոտավորապես այն տրամաբանությամբ, որ արի Շենգավիթ Կարոզարշավի մի հատ էլ ես մի քանի հարց ունեմ քեզ։ Մոտավորապես այս տրամաբանությամբ։ Մի հատ սեյով բառ է օգտագործում։ Որը որ հայհոյանք էլ չգիտեմ։ Հա, կոշտ բառը, հասկացանք, բայց չհասկացա մեր բոլորիս հաշվին պաշտոններ զբաղեցնող մարդկանց կոշտ բառը չենք կարա ասենք։ Հայ սա դրա վառ դրսևորումն է։ Ժամերի ընթացքում դեռ չեմ անում ոնց են հասցրել թղթաբանություն արելով, երբ են հասցրել հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, քրեական վարույթ նախաձեռնել, ինչ անել, ափալ-թափալ ոստիկանություն են ուղարկել, ես չգիտեմ տենց ինչ որ մեկը այդ պատվերի իջացրել է, գնացել են այդ մարդուն բավական կոշտ ձևով, ու կամերակար կարող է ավելի կոշտ ձևով անեն, եթե կամերա չլիներ։ Ցուցադրական ձերբակալել տարել են, հիմա էլ չգիտենք ճակատագիր ինչ է, ինչ հոդված են դրել, ինչ են, вообще ինչ թեմա է առհասարակ։ Ընտանիքին եմ դիմում, որ խնդրում եմ տեղեկացրեք նաև մեզ, իրավապաշտպանները, այդ թվում նաև ես պատրաստ ենք ձեզ մեր ուժերի ներածին չափով օժանդակել եւ սա այն հանրությունը թող տեղեկանա, դա հերթական դրսևորումն է, այս չի որ հերթական ցցուն դրսևորումն է։ Պետոֆիլիա, ամիսներ, իշխող քաղաքական ուժի թանին թթու են ասում, րոպեներ, ժամեր։ Տեսեք, թե ինչի է վերածվել մեր իրավապահ համակարգը։ Իսկն ինքը առաջի հերթին քաղաքական ոստիկանությունը եւ մեկ ու մեջ այն որ մի քիչ ժամանակ են ունենում, տենց իսկական հանցագործություններով են երևի թե զբաղվում։ Ու նորից ասեմ, հենց չի որ տենց իրանք շատ տենց ոգևորված են այդ վիճակով։ Այսքանը շնորհակալություն, հաջողություն։